մեկնաբանություններ եմ լսում, որ սա Թուրքիայի պահանջն է կատարել Հայաստան, ես ուզում եմ անկեղծ ասել, որ 2021 թվականի դեկտեմբերից է սկսվել այս գործընթացը կարգավորման, չի եղել մեկ անգամ, որ Արադ լեռան հետ կապված որևէ հարց բարձրացվի կամ որևէ քննարկում։ Կապված զինանշանի, դրոշմատնիկի, որևէ, զրո։ Բա Հայաստանը ինչու է նախաձեռնում դա։ Եթե չի լավ, եկեք, եթե խորանում ենք, սահմանադրության փոփոխության հետ կապված կա Ադրբեջանի պահանջ, կա Հայաստանի արձագանք։ Եթե պարագայում չկա ընդհանրապես որևէ պահանջ, ինչու է Հայաստանը գնում։ Իսկ դուք բացառում եք, որ Հայաստանը մեկ-մեկ բաներ է անում զուտ իր կամքով։ Չեմ բացառում, ուզում եմ ասեմ, ինչու է անում այդ։ Շատ լավ, եկեք խորանանք, իհարկե այս հարցազրույցը ավելի շատ կդառնա Չէ, մեկ-երկու հարց է դրան։ Ավելի շատ կդառնա նարատիվների եւ փիլիսոփայության մասին, բայց ես դեմ չեմ բացարձակ։ Տեսեք, մի քանի արձանագրում եկեք անենք։ Արձանագրում համար 1։ Դրոշմակնիկների վրա ընդհանրապես աշխարհում հաճախ ոչ մի բան չի լինում, ոչ մի սիմվոլիկա, ոչ մի խորհրդանիշ չի լինում։ Դուք ինքներդ եւ մեր հեռուստադիտողները կարող են բացել իրենց անձնագրերը եւ տեսնել, որ այն երկրներ, որոնք իրենք այցելել են, մեծ մասում ոչ մի բան չկա գրած, ուղղակի նշված է մեքենայով է մտել, թե օդանավով, թե գնացքով X երկիր եւ երկրի ամսաթիվը եւ երկրի անունը։ Այո։ Երկրորդը Հայաստանի կնիկների վրա միշտ չի, որ արավարատի ուրվագիծն է եղել, մոտավորապես 2000-ականների կեսից է դա ներմուծվել։